Բարեկամներ, ողջույն։ Ռուսաստանի լռությունը կամ ինչու Մոսկվան դեռ չի շնորհավորել Փաշինյանին։ Այս հարցի շուրջ ենք այսօր մտորել եւ փորձել ենք հասկանալ ինչու է Մոսկվան պահպանում լռություն։ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, թեև վերջնական քաղաքական գնահատականները շարունակվում են եւ հնչում են տարբեր կարծիքներ, բայց ակնհայտ է դարձել, որ գործող իշխանությունը պահպանում է դիրքերը եւ ստացել է բավարար աջակցություն շարունակելու երկրի կառավարումը։ Աշխարհի տարբեր անկյուններից դեմոկրատական զարգացած երկրների առաջնորդներ, Եվրոպայից Ասիա, Ամերիկայից այլ տարածաշրջաններ արդեն հասցրել են պաշտոնական շնորհավորանքներ հղել վարչապետ Փաշինյանին եւ արձանագրել ընտրությունների արդյունքները։ Սակայն այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի Ռուսաստանի պահվածքը։ Մինչ բազմաթիվ պետություններ արագ արձագանքում են ընտրությունների արդյունքներին, Մոսկվան շարունակում է պահպանել տարօրինակ լռություն։ Ոչ պաշտոնական շնորհավորանք, ոչ քաղաքական հստակ ուղերձ, միայն մի քանի կծկտուր ինչ-որ մեկնաբանություններ Զախարովայից, Պեսկովից, գրեթե նույնաբովանդակ։ Իբր սպասում ենք վերջնահաշվարկին, նոր կխոսենք։ Բարեկամներ, լավ եք անում, սպասում եք վերջնահաշվարկին, ավելին ասեմ, մենք էլ ենք սպասում, դեռ որոշ ինտրիգներ կան, տեսնենք ինչպիսի խորհրդարան է ձևավորվելու, բայց փաստը, որ Փաշինյանը մնալու է այն իմաստով, որ ամենաշատ ձայնն է հավաքել, դա կարծես թե չի փոխվելու, կարող գոնե դա շնորհավորեք, բայց Կրեմլում կարծես կիսախավար միջանցքներում այլ սցենար կա, այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ նոր սցենար են մշակում եւ մեզ չեն ասում, որ մեր տրամադրությունը չընկնի։ Բայց այս լռությունը դժվար է պատահական համարել, ընդհանրապես Մոսկվան պատահական ոչինչ հենց այնպես չի անում, հատկապես եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին Հայաստանի ներքաղաքական դաշտում գործող մի շարք ընդդիմադիր ուժեր, շատ ակնառու ուժեր, հաճախ դիտարկվում են որպես Ռուսաստանի շահերի դերակատարներ։ Թերևս Մոսկվայում շատերը չէին սպասում, որ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի կրկին պահպանել իշխանությունը, բայց ունենք այնինչ ունենք։ Առավել եւս այն պայմաններում, երբ ընտրություններից առաջ ռուսական ազդեցության տակ գտնվող հսկայական մեդիա հարթակները բացահայտ երբեմն բավականին կոշտ ու կոպիտ հակաքարոզչություն էին իրականացնում Հայաստանի իշխանությունների դեմ, Մոսկվայի համար այս արդյունքները առավել քան տհաճ են։ Օրեր շարունակ շրջանառվում էին սև քարոզչական նյութեր, աղետալի կանխատեսումներ իշխանության համար, սպառնալիքներ, տարբեր տեսակի մանիպուլատիվ գնահատականներ, որոնց նպատակն էր ձևավորել հասարակական դժգոհություն Հայաստանի ներսում եւ ազդել ընտրողների տրամադրությունների վրա։ Ու ամենացավալին այն էր, որ այդ հակահայկական հանդեսի առաջամարտիկները հայկական ազգանուններով գործիչներ էին։ Հիշում եք ինչեր էին ասում։ Դեմքի արտահայտությունները հիշում էիք, նրանցից ոմանք էլ իդեպ ընտրությունների նախաշեմին ռուսական տաղավարներից հայտարարեցին, որ ԴՆԹ-ի թեստ են հանձնել եւ պարզվել է, որ նրանք հայ չեն։ Ու ասում են մի ցակ ոգևորվածությամբ, դե իրենց իրավունքն է, ինչ ուզում եք եղեք, ուղղակի, ինչպես ասում էր դասականը, կարևորը մարդ լինեք, մնացածը արդեն հարաբերական է։ Երբեմն նրանց բառապաշարն ու գնահատականները այն աստիճան էին համընկնում թուրք-ադրբեջանական քարոզչական թեզերի հետ, որ դժվար էր չնկատել այդ նմանությունը, կարծես դեսպանատան աշխատող լինեին, թուրք-ադրբեջանական դեսպանատան նկատի ունեմ։ Ավելին, այս նույն գործիչներից շատերը տարիներ շարունակ բացահայտ հայտարարում էին, որ իրենց կենսական շահերի երկիրը Ռուսաստանն է։ Իրենց ընտանիքները, երեխաները, իրենց ապագան կախված է ռուսական հասարակության հետ։ Նրանց երեխաները սովորում են ռուսական դպրոցներում, համալսարաններում, ապրում են Ռուսաստանում, ռուսական բանակում են ծառայում, իրենց կյանքը կապված է ռուս աշխարհի հետ։ Եվ այստեղ առաջանում է այլ հարց, շատ տրամաբանական։ Եթե ձեր ապագան, ձեր ընտանիքների ապագան եւ ձեր առաջնային քաղաքացիական ինքնությունը կապված է հենց Ռուսաստանի հետ, ապա ինչու եք այդպիսի կրքով, բոցավառ, հաճախ այդպիսի թշնամանքով փորձում որոշել Հայաստանի Հանրապետության ապագան, հայ ժողովրդի ապագան այստեղ։ Հատկապես այն ժամանակ, երբ աշխարհի բազմաթիվ ժողովրդավար զարգացած երկրներ քննադատում են Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը, սահմանափակում են նրա հարաբերությունները, գործառույթները, դատապարտում են, հանցավոր ռեժիմ են գնահատում այն, ինչ որ հիմա կա այնտեղ։ Այս պայմաններում առավել տարօրինակ է դառնում, երբ մարդիկ, որոնք իրենց ապագան տեսնում են հենց
քիչ առաջ հիշված երկրում, որտեղ ենք ապրելու, մեծանալու, ծերանալու, փորձում են հայաստանցիներից սովորեցնել, թե ինչ ընտրություն պետք է կատարեն սեփական գեղեցիկ ապագայի համար։ Ցույցանողներից մի տեսա, ցույց են անում, հիշում եք այդ ցույցանողներին։ Ցույցանողեք մի հատ փորձեք Մոսկվայում, մեկ այլ քաղաքում հայաշատ, մի հատ ցույց արեք տեսնեն, ոչ հակահայ խնդրեմ, իրանք եկը ֆինանսավորեն, որ հակահայկական ցույց անեք, մի հատ իշխանության դեմ ռուսական, մի հատ մի բան արեք, մի հատ պաստառի վրա գրեք օյ ու կանգնեք հրապարակում, տեսնեմ ինչ կլինի ձեզ հետ։ Դե հարաբերական է ամեն ինչ։ Ամեն դեպքում Հայաստանի ապագայի վերաբերյալ վերջնական խոսքը պետք է պատկանի ոչ թե հեռուստաստուդիաներում ծվարած քարոզիչներին, այլ Հայաստանի քաղաքացիներին, որոնք ապրում են այստեղ այս երկրի խնդիրներով, կրում են դրա հետևանքները, պատասխանատու են Հայաստանի Հանրապետության ներկայի ու ապագայի համար, վաղվա օրվա համար, դե չէ, ցույց են կանում օտար երկրում, դա ոնց կլինի։ Բայց վերադառնալով ընտրություններին, ըստ այս արդյունքների, փաստորեն արդյունքները ցույց տվեցին շատ հստակ պատկեր, անկախ տեղեկատվական ճնշումներից, անկախ արտաքին ազդակներից, անկախ տնտեսական եւ քաղաքական լծակների կիրառման փորձերից, գործող իշխանությունը ամեն դեպքում կարողացավ պահպանել իր դիրքերը։ Սա չի նշանակում իհարկե, որ հասարակության մեջ չկան դժգոհություններ կամ քաղաքական տարաձայնություններ, իհարկե կան, այն էլ բավականին լուրջ, բայց դրանք շարունակելու են մնալ, սակայն ընտրությունների արդյունքը ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքացիների զգալի հատվածը որոշեց սեփական ընտրությունը կատարել առանց արտաքին թելադրանքի, առանց ուղղորդման, եւ այստեղ առաջանում է մի հետաքրքիր բան, որ դեռ կարծում եմ երկար կքննարկեն տարբեր շրջանակներում։ Հնարավոր է, որ արտաքին միջամտության այս փաստը ակնհայտ փորձերը հակառակ ազդեցություն ունեցավ հասարակության համար։ Հնարավոր է, որ բազմաթիվ քաղաքացիներ, որոնք գուցե եւ չքվեարկեին իշխանության օգտին, վերջին րոպեին իշխանության օգտին քվեարկեցին վերջնական պահին, որովհետեւ զայրացան արտաքին ճնշումներից, այն որ ասում է ժողովրդին շախի են գցում, ժողովրդական լեզվով ասած, թասիպի են գցել, որովհետեւ նրանց մոտ առաջացավ բնական հարց՝ մի րոպե կներեք, ոնց թե դուք ապրելով են երկրում, որտեղ բռնաճնշումներ են, որտեղ խոսքի ազատություն չկա, մի հատ ընդդիմադիր մեդիա չկա, ընդդիմության էլ տվին սպանեցին, կեսը փախավ, այսինքն դուք ապրելով այդ երկրում, պետք է որոշեք ոնց ենք մենք ապրելու Հայաստանի Հանրապետությունում, ոնց են մեծանալու մեր երեխաները, ինչ կրթություն են ստանալու մեր երեխաները, ինչ ապագա են ունենալու եւ ինչ ծերություն, ով եք դուք, որ մեզ բացատրեք, թե որն է մեր ազգային շահը, եթե դուք ձեր կյանքն ու ապագան կապում եք այլ երկրի հետ։ Գուցե հենց այդ պահին շատերի համար ընտրությունը դարձավ ոչ թե քաղաքական ինչ-որ մի գործիք, այլ արժանապատվության, ինքնիշխանության, սեփական ձայնի պաշտպանության հարց եւ վերջապես պատվի հարց։ Եվ եթե իսկապես այդպես է, սա ինչ ասում եմ, սա ենթադրություն է, եթե այդպես է, ապա ընտրությունների ամենակարևոր հետևանքը կարող է լինել ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի հաղթանակը, այլ հասարակության ներսում ձևավորված նոր գիտակցությունը, որ անկախ արտաքին ազդեցությունից, ճնշումներից, սպառնալիքներից, քարոզչական արշավներից վերջնական որոշում կայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որովհետև ի վերջո կա մի պարզ ճշմարտություն, որ յուրաքանչյուր ընտրությունից հետո կրկին հիշեցնում են մեզ։ Ոչ Մոսկվան, ոչ Վաշինգտոնը, ոչ Բրյուսելը չի ընտրելու Հայաստանի իշխանությունը։ Հայաստանի ապագան որոշելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, եւ որքան էլ փորձեն ուրիշները խոսել մեր փոխարեն, միևնույնն է, մենք ենք տերը մեր երկրի։ Մտածեք այդ ուղղությամբ։